Եթե ես քայլեր չանեմ, որոշումներ չունենամ, աղոթքները ինձ չի փոխի։ Աղոթները ինձ կարա զորացնի, այո, աղոթներ կա, որ մարդուն նենց ազատագրում, որ էլ ասելու չի, բայց շատ բաներ կա, որ մարդը իր որոշումների պատճառով պիտի փոխվի։ Տեր, ես որոշում եմ այսպես լինել։ Տեր, ես որոշում եմ այսպես լինել։ Եվ այս որոշումներին գիտեք ով է միանում, Աստված է միանում։ Որովհետև մեր կամքը շատ կարևոր է, մեր կամքի ներդրումը, Տեր Աստված, ես որոշում եմ այսպես լինեմ։ Գիտեք, ես ամեն օր չասեմ ամեն օր, բայց այնքան հաճախակի է լինում, երբ որ գնում եմ տուն, ասում եմ Տեր Աստված, ես ինչի ես հարցում, հələ չեմ փոխվում, փոխի ինձ։ Չէ, այդ համտուն ասեմ 5 իմ համար եմ ասում, այդ համտուն աս 5 հոգի ինձ ասեցին, վայ, այդ ինչ օրհնյալ է իր քարոզում, այդ համտուն անխելքի պես, այդ համտուն ասեմ, այ իսկականից ես շատ զորավոր եմ էլի։ Պատկերացնում եք, այդ աստիճանի անխելք լինեմ, որ հավատամ 5 գովողին ու երես թեքեմ ու մոռանամ այն ինչ որ ես տենում եմ իմ սխալների մեջ։ Երբեք չխափնվես քեզ գովողներին, կկործանեն քեզ։ Ես գիտեմ մարդիկ, գիտեք ընդհանրապես մարդիկ ում են սիրուն շփվել, գտնում են այս տիեզերքի մեջ այն միակին, ով իրանց գովում է։ Կկործանի ինքը քեզ, ոչ թե նպատակ ունի կործանելու, չէ։ Շատ կարևոր են քեզ ով են գովում, շատ կարևոր են քեզ ով են գովում, բայց դու շատ եղի, որ դա երբեք քեզ չկործանի։ Ամենայն հարգանքով եմ ասում, բայց կարևոր են, որ մեզ գովեն, բայց նաև միշտ հարգի նրանց, ովքեր որ քեզ չեն գովում, ովքեր քո թերությունը եւ սխալը նկատում են։ Մի ասա, դրանք կույր են, դրանք ամբարիշտներ են։ Չէ, հաշվին ես, մարդ կողը ճիշտ են ասում։ Կողը մի բան կա, իրանք էլ են նկատել։ Կամ ոչ մեկը ոչ մի բան չի ասե, ես հո գիտեմ իմ սիրտը, Տեր, իմ այս սովորույթը փոխի, Տեր իմ այս էությունը փոխի, Տեր իմ այս բնավորությունը փոխի, ինձ փոխի Տերը։ Չէ, գնամ տուն ասեմ 10 հոգի, նայեմ իմ YouTube-յան պատգամներին նայեմ, տեսնեմ 4000 հոգի ինձի լայքել է, իմ հետ եմ ասում։ Որ ասեմ, հա էլի, որ 4000 հոգի մարդ է լայք է, այդ մարդիկ հո մի բան գիտեն, որ լայքել են, հո դրանք անխել չեն։ Այդ համտուն պարկ է մեջքի վրա ու հալելույա, ու այլևս չփոխվեմ։ Փաստորեն այդ 4000 հոգին դառան իմ կործանման փորձությունները դառան իմ համար։ Այո, պետքա շնորհակալ լինել, օրհնել այդ մարդկանց, գոհանալ, բայց Տեր փոխիր ինձ։ Ոչ թե ես չեմ խոսում ես չեմ ասում մարդը ծայրեղ անընդհատ, այն որ անդադ ուզում է նեղված է փոխվի, այդ տարօրինակության մասին չեմ ասում, ոչ էլ խոսում եմ ինքնադատապարտության մասին, սիրներ, երբեք ինքնադատապարտության մեջ չապրեք։ Սա այնքան ցավալի խնդիր է, երբ որ մարդիկ ապրում են ինքնադատապարտության մեջ, եւ դրանից սատանան է օգտվում եւ դիվային աշխարհը դրա վրա այնքան լուրջ աշխատում, որ հավատացյալը ինքնադատապարտության մեջ ապրում։ Սա ասել եմ բազմիցս, նորից եմ կրկնում։ Երկու զգացողություն ձեր մեջ երբեք չի կարա լինի։ Դու երբեք չես կարա զգաս ինքնադատապարտություն Աստծո կողմից եւ Աստծո սերը։ Կրկնում եմ, ինքնադատապարտությունը եւ Աստծո սերը, այս երկու զգացողությունը երբեք չեն լինի միասին։ Դու կամ մեկն ես զգալու, կամ մյուսն ես զգալու։ Ազատ եղի եւ ազատագրված եղի միշտ ինքնադատապարտությունից։ Մարդ կա 6 տարի առաջվա իր մեղքի համար, հա, Տեր, բայց ինչի Տեր, բայց ինչի Տեր։ Տերն ասում է, ես այն ջնջել եմ, ես այն չեմ հիշում։ Հա, գիտեմ դու ջնջել ես, բայց դե ախր ինչի ես պիտի։ Ինքնադատապարտությունը եւ Աստծո սիրո զգացողությունը, այս երկու զգացողությունը երբեք միաժամանակ չի կարա լինի մարդու մեջ։ Եթե զգացիր ինքնադատապարտություն, դա նշանակում է դու Աստծո սերը չես զգում։ Բայց երբ որ հեռացնում ես սա քո մեջից, Տեր, այո ես սխալ եմ, բայց Հիսուսի մեղքերը ներել է։ Այո ես խնդիրներ ունեմ, բայց Հիսուսը ինձ ներել է, սրբել է իմ մեղքը, եւ ես էլ եմ ներում ինձ։ Եվ ես ընդունում եմ Աստծո սերը, վայելի Աստծո սերը ամեն օր։ Սակայն, երբ որ հերթը ասում է փոխվելու, մենք պետք է փոխվենք, Տեր ջան, օգնի ինձ։ Ես սրանից հետո այս մի հարցում ուզում եմ փոխվեմ։
այս բնավորության մեջ ուզում եմ փոխվեմ։ Մարդը օրինակի համար քնում է ժամը 2-ին, մեկի գիշերվա ժամը երիտասարդների համար եմ ասում։ Քնում է ժամը օրինակի համար ժամը 4-ին 5-ին։ Ու գիտեք ինչ անում, ասեմ ինչ անում, օրեր է կորցնում։ Որովհետև ոչ ցերեկն ազգում, ոչ գիշերն ազգում, ցենց այտենց ալմորակայնոտ ապրում է, ու տենց մեկ էլ աղոթում է Տեր ինձ ազատագրի։ Գիտես, եթե դու թմրանյութի լուրջ կապանքի մեջ լիներ, Տերը քեզ կազատեր, բայց դա կապանք չի, դա սովորույթ է, որը դու պիտի ընդունես եւ սկսես քայլ առ քայլ ժամերը կարգավորել։ Ինչ որ մեկը կարող ասենք, այսպիսի տարօրինակ, ոչ բնական սովորույթներ, մարդը քայլ առ քայլ դրանց մեջ պիտի փոխվի ցեներ։